հայ հասարակությունը ամաչում է Այո։ հոգեբանի դիմել։ Ավելի շատ տղամարդկանց մոտ է դա նկատվում։ Կամ դիմում է, գնում է, բայց ամաչում է բարձրաձայնել։ Այն, որ տղամարդիկ ավելի քիչ են դիմում, ավելի շատ կապված է մեր մենտալիտետի հետ։ Եթե ես հոգեբանի եմ դիմում, ուրեմն ես թույլ եմ։ Տագնապի մատնվում են Այո։ ավելի շատ կանայք, թե տղամարդիկ։ Եթե մենք նայում ենք ֆիզիոլոգիան, այստեղ տարբերություն չկա։ Տարբերություն կարող է դրսևորվել արդեն մեր մտքի մեջ։ Տագնապը կարող է բերել հիվանդությունների։ Տագնապը միայն մեր գլխում չի, նաև մարմնում է։ Ասում են, որ մեծ հաջողությունների հասած մարդիկ շատ ենթարկված են տագնապի։ Այդ երբ մարդը բախվում է իր խոցելիության հետ, դա էլ է տագնապի աղբյուր։ Հեշտ է աշխատել տագնապի հետ, թե տոտալ անտարբերության։ Ողջույն, եթերում ինը վյուն է, եղեք մեզ հետ, բաժանորդագրվեք, լայքեք մեզ և անպայման գրեք կոմենտներ, մենք սրտադրոք սպասում ենք ձեր կարծիքներին։ Մենք սկսում ենք մեր ավանդական բլիթ հարցումից։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ներկայացեք խնդրեմ։ Նարինե Խաչատրյան, հոգեբան, Ձեր տարիքը, 48 տարեկան, ծննդավայրը, Երևան, բնակության վայրը, Երևան, ամուսնական կարգավիճակը, ամուսնացած եմ, զավակներ ունեք, 1 աղջիկ ունեմ։ Մասնագիտությունը նշեցիք հոգեբան և բլիցի վերջին հարցը։ Կարելի է անվանել արդյոք այդ հարցը որպես հոգեբանի եմ դիմում, դարի հիվանդություն, տագնապը անվանել դարի հիվանդություն կարող ենք։ Տագնապը ինքնին հենց տագնապը հիվանդություն չենք անվանի, միգուցե ասենք կենսական պայման կամ մեզ Դարի խնդիր, ուղեկցող, մարտահրավեր կամ կարող ենք ասել։ Այո, բայց երևի տագնապը բոլոր ժամանակներում էլ եղել է, ուղղակի վերջին ժամանակներում այսպես էս անորոշությունը, քաղաքական իրավիճակը, հիվանդություններ, կովիդ, կարող եմ երևի թե ասել, որ կովիդից սկսած այս անորոշությունը, գլոբալ անորոշությունը տիրում է այսպես օդում։ Եվ այո, Եվ ինֆորմացիայի քանակն էլ կարծում եմ, եւ հասանելիությունը, ինֆորմացիայի կարծում եմ դա էլ է շատ ազդում։ Տագնապը միշտ կապվում է անորոշության հետ։ Այո։ Իսկ մեր կյանքը իրականում անորոշությունը մեծացել է, բայց եթե օրինաչափություն դիտարկենք, իրականում բոլոր համակարգերում, երբ որ համակարգը բարդանում է, իսկ մենք ապրում ենք բարդ իրականության մեջ, անորոշությունը ավելի շատ է։ Ի վերջո, համակարգում, այո, իհարկե, եթե պարզ է, բայց դա կյանքը իրանում անորոշ է կարծիքով։ Ի վերջո, այդ տագնապը մեր գլխներում է, թե մեր մարմններում է։ Այո, շատ դիպուկ բան եք ասում, իրականում, կարծես թե մեզ թվում էր, որ մեր գլխում է, բայց նաև մեր մարմնում է։ Այո։ Փոխկապակցված է վիճակը։ Այո, եւ մարմնում է, կարող եմ ասել, եւ գլխում է, ուղղակի երբ որ արդեն միտքն է սկսում աշխատել, իսկ մարդու միտքը այնպիսին է, որ ցանկացած իրողություն, ցանկացած բան, որ նա տեսնում է, անպայման գնահատում է, անպայման կարծիք է հայտնում, պիտի մարդը հասկանա այդ իրողությունը, եւ այդտեղ մտքերն են սկսում աշխատել։ Իսկ շատ հաճախ մենք չենք կարող ամեն րոպե վերլուծական միտք տալ։ Մենք ավելի շատ օգտվում ենք պատրաստի սխեմաներով, մենք արագ ենք արձագանքում, իսկ հաճախ այդ արագության մեջ մենք միգուցե իրատեսորեն չենք նայում, որովհետև իրատեսական լինելու համար պիտի շատ գործոններ հաշվի առնենք, մեր միտքը առաջ է ընկնում, այսպես ասում ենք, թռնում ենք եզրակացությունների գիրկը միանգամից, իսկ եթե արդեն պատրաստի սխեմաներ կան, որոնք որ տագնապ են առաջացնում, արդեն հետադարձ կապով ուժեղանում է տագնապը։ Այո, ձեզանից եմ լսել, որ տագնապը լինում է երկու տեսակի։ Ինչի մասն է խոսքը։ Կարող ենք ասել հոգեբանության մեջ այսպես տարաբաժանում կա, իհարկե դրանք հավասարազոր չեն իրար, այսպես այնպես չի, որ մեկը մեկ այլ ձևի տագնապ է, մեկը մեկ այլ ձևի, փոխկապված են, ուղղակի այդպես տարանջատում ենք նևրոտիկ տագնապ եւ գոյաբանական տագնապ։
Այդ գոյաբանական տագնապը շատ հետաքրքիր բան է եւ շատ խորքային այն իմաստով, որ միգուցե դրա մասին այդքան շատ չի խոսվում, բայց գոյաբանական տագնապը կապված է մեր կենսական պայմանների հետ եւ առաջին հերթին կապված է բազային այսպես խորքային հիմքում ընկած է մահվան վախի հետ իրականում, որովհետեւ այո, բոլորս մահկանացուներ ենք եւ մեր կյանքը ունի սկիզբ եւ ավարտ։ Այո։ Եվ մեծ հաշվով կարելի ասել ասենց տագնապի հիմքում ընկած է այս տագնապը կապված, հա, վերջավորության հետ, այսպես ասած, Այո։ ավարտի հետ, բայց կա նաև այդ նևրոտիկ տագնապը, որը կարծես գիտեք ինչին է նման, փորձեմ պարզ պատկերավոր ձևով ասել, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր մտքերը պտտվում են նույն բանի շուրջ եւ իրականությունը այլ է եւ մենք ստեղծում ենք մեր գլխում մեկ այլ իրականություն, մարդը դա այդքան չի հասկանում բնականաբար, բայց ինքը ստեղծում է, որտեվ ինքը պիտի պայքարի այդ անորոշության դեմ կամ հաղթահարի այդ անորոշությունը կամ պաշտպանվի, ավելի շուտ երևի պաշտպանվել բառը օգտագործեմ։ Այդ ժամանակ, երբ որ անընդհատ մարդը նկատում է, որ նույն միտքն է պտտվում կամ նույն վարքաձևն է, որը ժամանակի ընթացքում բերում է որոշակի սահմանափակման իր վարքի մեջ, իր ընտրությունների մեջ, իր էմոցիաների արտահայտման մեջ, հա, այդ ժամանակ մենք դա կկապենք ավելի շատ նևրոտիկ տագնապի հետ։ Այո, իսկ կա տարբերություն տագնապի եւ վախի մեջ։ Այո, նույնպես փոխկապակցված են, ուղղակի հոգեբանության մեջ այո, այսպես տարանջատում են տալիս։ Այո։ Բայց եկեք սա պայմանական ընդունենք այս տարանջատումը, վախը միշտ ունի աղբյուր։ Վախ մենք այն ժամանակ ենք ասում, երբ մարդը գիտի ինչից է վախենում։ Այո, տագնապը ավելի անորոշ, այսպես հա զգացողություն է։ Այո։ Տագնապը ֆոն է, տագնապը որոշակի լարվածության, անհանգստության վիճակ է, երբ որ օրինակ մարդը հստակ չի կարողանում հասկանալ ինչ է ուզում, կամ իր գործողություններն են այսպես խաթարվում պահի տակ, սկսել է ինչ-որ բանից, չի կարողանում ավարտին հասցնել, կամ տարբեր մտքեր են գալիս, չի կարողանում մի մտքի վրա կենտրոնանալ։ Սա տագնապի մասին է։ Դա ավելի տագնապի դրսևորումներն են։ Այո։ Բայց դե ի վերջո տագնապը բերում է վախի։ Այո, երբ որ այդ անորոշությունը եւ այդ լարվածությունը, անհանգստությունը կպնում է ինչ-որ կետի, այո, բայց այդ կպնելն էլ շատ հետաքրքիր է, մարդը կարող է փնտրել եւ հետո հասկանալ, որ անհիմն էր այդ անհանգստությունը, անհիմն չէ, բայց միգուցե այդքան էլ ռելևանտ չէր կամ իրատեսական չէր, որտեղ երբեմն մենք ասում ենք մտածածին հիպոթետիկ տագնապ եւ իրական, հաճախ մենք ռելևանտ ասացիք, ավելի պարզ կբացատրեք։ Հա, համարժեք։ Այո, ահա։ Այսինքն արժի, որ ես հիմա անհանգստանամ։ Այո, ահա։ Հա, այսինքն իրական հստակ ոնց որ պատճառներ կան, որ ես վախենամ։ Այո։ Թե ես մտածում եմ, օրինակ, այսպես շատ հետաքրքիր է ուսումնասիրվել է, այսպիսի պատեռն կա մտքի, բավոր էսպես լինի, ու այդ ապագան ոնց որ ապագայի հետ է կապված։ Հա, շատ հաճախ դա բնականաբար գալիս է անցյալից, անցյալի չլուծված, չորոշակիացված անհանգստությունը գնում է ապագա եւ շատ հետաքրքիր է, թե այսպես ժամանակային սահմաններ դնենք, իրական վախը, այդ որ վախ ենք ասում, ինքը ներկայի հետ է կապված։ Այդ նևրոտիկ տագնապը ավելի շատ անցյալի եւ ապագայի հետ է կապված։ Շատ հետաքրքիր է, այո։ Երբ որ մարդուն բերում ես այստեղ եւ հիմա ներկա, ինքը հստակ կշռադատում է, փաստերը տեսնում է, այստեղ կարող է նվազել, այստեղ կարող է նվազել։ Այո։ Նայնա ջան, իսկ ինչպես հասկանանք, որ այդ տագնապը արդեն այդ նորմայի շրջանակներից դուրս է գալիս։ Ահա զանգել երբ է պետք։ Միջև այդ հարցին պատասխանելը շատ կարևոր բան ասեցիք, այսինքն ձեր հարցից անպայման կուզեմ ասել, որ չի կարող լինել, որ ընդհանրապես տագնապ չլինի։
Տագնապը կարող ենք ասել մեր կյանքի մեզ հետ ծնվում է։ Այո, շատ ճիշտ եք ասում, ծնվում է, որովհետև տագնապը միշտ կապված է պահանջմունքների, շատ կենսական կարևոր պահանջմունքների, ասենք չբավարարման հետ, կամ անհանգստության հետ, որ չես հասնի կամ չես կարող բավարարել, եւ տագնապը նաեւ ունի շատ կարևոր գործառույթ, ինքը մոբիլիզացնում է մեզ։ Առանց տագնապի մարդը չէր շարժվի։ Մարդը, տագնապ չասեմ, բայց հայտնի հոգեբաներից մեկը, որը ստրեսի մասին է ընդհանրապես խոսել, ինձ թվում է ծանոթ է մեր լսարանը կարող է եւ լսել է, որ առանց ստրեսի կյանք չկա։ Հա, այսպես թևավոր խոսքի նման է դարձել, տագնապը միշտ մեզ ուղեկցում է եւ ինքը ունի շատ կարեւոր գործառույթ, որովհետեւ առաջին հերթին, եթե սենց մի քիչ էվոլյուցիոն տեսանկյունից նայեք, տագնապը մեզ պետք է, որտեւ մենք միշտ վտանգների առջև ենք կանգնում եւ զգոն է պահում մեզ։ Այո, տագնապը մեզ պետք է, որ մենք կարողանանք այդ պահին ճիշտ կողմնորոշվել, անգամ այսպես բնազդային մակարդակում, կողմնորոշվել ասելը կուզեմ ինքս ինձ շտկեմ, դա միայն մտքին չի վերաբերվում, որովհետև մեր օրգանիզմը կամ մեր համակարգը այդ հստակ մեխանիզմները ունի, այդ կողմնորոշվելը լայն իմաստով ասեմ, եւ երբ որ վտանգ կա, մարդը պիտի ոչ թե պիտի, այլ մենք որոշակի գործողություն ենք անում, կամ փախչում ենք, կամ հարձակվում ենք, որ կարողանանք մեր գոյությունը պահպանենք, որտեվ եթե տագնապ այդ ազդակը չլիներ, մենք չէինք կարող անել այդ գործողությունը ձեռնարկել եւ զոհ կդառնայինք, հա, վտանգի առջև չէինք։ Սա նորմալ սահմաններում է, բայց այդ զանգը, ահա զանգը, որ դուրս եկավ, այո, սահմանից, որ դուրս եկավ, այստեղ մենք ունենք երկու կարելի ասել բևեռային կողմ, մի կողմից դա անընդհատ անհանգստությունն է, մարմնով անհանգստություն, մտքով անհանգստություն, անքնության ձևով կարող է դա դրսևորվել, կարող է դրսևորվել օրինակ շատ գործողություններ ձեռնարկելով, դա էլ կարող է լինել։ Չափազանց ակտիվության, հա, ցուցանիշ է դա, ազդանիշ է։ Այո, երբ որ մարդը չի կարող ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, անընդհատ ինքը ձեռնարկում է ինչ-որ գործողություններ, պիտի սա անի։ Այո, շատ վերահսկողության տակ էլ կա այդ տագնապը, երբ որ ամեն ինչ ուզում եմ վերահսկեմ, կառավարեմ, ամեն ինչ պլանավորեմ, ամեն ինչ կանխատեսեմ։ Այո։ Այդտեղ էլ կարող ենք ասել, բայց սա որոշ ձևով կարող ենք ասել ինչ որտեղ պրոդուկտիվ կարող է լինել ինչ որ ժամանակի համար, բայց մարդուն դժվար կլինի, երբ որ ինքը տեսնի, որ այս չի կարողանում կառավարել, որ կան պատահականություններ։ Լավ, ներողություն ձեզ ընդհատեցի։ Մեզ դիտում են եւ մենք ինչ կոնկրետ խորհուրդ կարող ենք տալ, որ մարդ հասկանա, հա, որ օրինակ կոպիտ ասած 6 ամիս նա անընդմեջ այսպես փորձում է ամեն ինչը կոնտրոլի տակ պահել, ձեր ասած, հա, չափազանց ակտիվ է, թե 10 ամիս է նա այդպես, թե հակառակը նա այսպես հալից ընկած է։ Ժամանակահատվածային, եթե, հա, մոտավորապես ինչ ժամանակահատված եք տալիս առողջ տագնապին եւ անառողջ տագնապին։ Կդժվարանամ այդ հարցին կոնկրետ ժամանակահատվածի առումով պատասխանել։ Միջին ինչ որ էսպես։ Հա, ասեմ, տարբեր կարող է լինել տարբեր մարդկանց պարագայում, բայց երբ որ ինձի կատարը արդեն նա է, օրինակ եթե շատ մենք ակտիվ, բայց այդ իմաստով, հա, տարբեր ձևով կարող է դրսևորվել, սա արդեն շատ կախված է մարդու տեսակից, մարդու փորձառությունից, դա մի ձևով չի դրսևորվում։ Օրինակ կարող է մարդը շատ գերպատասխանատու լինել կամ գերզբաղված լինել։ Երբեմն ոչ թե ինքն է ընտրում, այլ գործն է իրեն ընտրում, եթե ես փորձեմ այսպես ասել։ Երբ որ մենք չենք արդեն կորցնում ենք այդ որոշում կայացնելու կարողությունը, հա, կարողությունը այն իմաստով, որ չեմ հասկանում, ուզում եմ թե չեմ ուզում, մի տեսակ ընկել եմ այդ հոսանքի մեջ ու պետք է անեմ, հա, որովհետև անընդհատ թե ինչքան զբաղված ես, այդքան զբաղվածությունը իրականում ավելանում է, չէ՞։ Այդ սահմանը, երբ որ մարդը արդեն
ինչ որ չափի դիսկոմֆորտ է զգում կամ երբ որ զգում է որ հյուծվեց արդեն, որտեվ իրականում եթե այդ տագնապը, այսպես ասած, թաքնված այդ գործողությունների վերահսկողության տակ, մարդը ինչ որ ժամանակ հետո հյուծվում է, հոգնում է։ Սա էլ մյուս ծայրահեղությունն է, որը կարող է դրսևորվել։ Նույն դեպքում հետո մարդը սկսում է դժգոհել, բայց ես սենց չեմ եղել, ես ինչու եմ այս վիճակի մեջ հայտնվել, որովհետև արդեն հյուծվել է եւ օրգանիզմը չի կարող, արդեն մենք երբեմն այսպիսի ֆրազ ենք օգտագործում, համակարգը լցված է, ել ինքը չի կարողանում, կամ այդպես կարող է դրսևորվել, կամ կարող է դրսևորվել նրանում, որ ինքը սխալներ է թույլ տալիս արդեն, ինքը արդեն չի հասկանում, ուզում է դա, թե չի ուզում, ինքը ավտոմատ ուղակի դա անում է, թեպետ ավտոմատիզացիան միշտ կա, ասենք գործունեության մեջ, որտեղ դու չես կարող ամեն ինչ անել, ինչպես առաջին անգամ միշտ կա այդ ավտոմատիզացիայի պահը, բայց սա այդ դեպքը չի, սա այն դեպքն է, երբ որ ես օտարվում եմ ինձանից ու ես չգիտեմ, ուղղակի անում եմ ինչ-որ մի բան ու չեմ հասկանում, բավարարվածություն չեմ ունենում, հա, դա ինձ լիցք ոգևորություն էլ չի տալիս, ուղղակի կարծես են շալակած ինչ-որ մի բեռ անընդհատ տանում եմ, հա, քարշ եմ տալիս։ Այսինքն ինչ որ տեղ մարմինը կհուշի, կարծում եմ, հա, մարմինն էլ ոնց որ թե հուշում։ Անպայման, այո։ Այդ նյարդային սպառվածությունը ես իմ մաշկի վրա զգացել եմ։ Մեր ընդհանուր ընկեր ձեր ամուսին հոգեբան Դավիթ Ամիրյանը մի օր ինձ տեսավ, ես այսպես չուլի պես ընկել էի, ասացի Դավիթ ջան, ինչ է կատարվում։ Ես մի կողմից պանիկայի մեջ եմ, բայց ես ոչինչ չեմ կարող անել։ Նա ասաց քեզ մոտ նյարդային սպառվածություն է։ Ես բազմիցս լսել էի ֆիլմերում, գրքերում կարդում ես, բայց դու չես պատկերացնում ինչ է դա։ Ես պատկերացնում եմ, որ դա ուղղակի դու դյուրագրգիռ ես դառնում եւ այլն, բայց որ դա բերում է այսպիսի հետևանքների, որ դու ուժասպառ ուղղակի վիճակում ես, ես չէի պատկերացնում եւ դա փաստորեն տագնապը ի վերջո այդ բարձր, հա, արդեն գագաթում գտնվող տագնապը կարող է բերել հիվանդությունների ֆիզիկական լուրջ։ Այո, որովհետև դուք շատ ուզում եմ դա շեշտեմ նորից, որ տագնապը միայն մեր գլխում չի, նաև մարմնում է, որովհետև տագնապը կապված է մեր զգայարանների, հույզերի, հա, այսպես չգիտակցված կողմն է, որովհետև մենք գլխուղեղում ունենք հատուկ հատվածներ, որոնք որ առաջինն են արձագանքում, հա, այդ վտանգին, որովհետև վտանգ, տեսեք, էվոլյուցիոն իմաստով կամ կենթանաբանական աշխարհում դա ֆիզիկական վտանգի հետ է կապված, բայց հասարակության մեջ այդ վտանգը սոցիալական կոնտեքստի հետ է կապված, հա, ուզում եմ ասեմ վտանգ եկեք լայն հասկանանք, վտանգ մարդը զգում է օրինակ վտանգ նրա հետ, որ ինքը չկարողացավ ինչ-որ բան անել, ու դա բերում է հաճախ այդ ինքնագնահատականի հետ կապված ինչ-որ խնդիրների, հա, կամ ինքը դրել է ինչ-որ նշաձող ու չի կարողանում դրան հասնել ինչ-որ նպատակներ, պլանավորել է, որտեղ մենք այնուամենայնիվ հասարակության մեջ գտնվում ենք ինչ-որ ընդունված, այսպես ասած գրված եւ չգրված նորմերի եւ ուզում ենք համապատասխանենք ու դրա մեջ իրականում մեծ հաշվով այդ բան չկա, ուղղակի հարցը նրանում է ինչքանով է դա դառնում այսպես մի բան, որը ինքնանպատակ ու մարդը այդտեղ կարող է կորցնել իր ներդաշնակությունը, հա, ինքը իր հետ կապն է կորցնում, արդյոք ես այդ ուզում եմ, թե ես այդ խաչմերուկում, այո, ինչ ենք անում, ում ենք դիմում, ինչպես վարվենք։ Դե այստեղ մի պատասխան չկա, պատասխանները տարբեր են, որովհետև ինչ որ մի բանից պետք է սկսել։ Փառք Աստծո, այսօր գրականությունը շատ է, ինֆորմացիան շատ է, շատ լավ նյութեր կան, մասնագետները խոսում են, պատմում են, այսինքն եւ ինքնօգնությունը այստեղ տեղին է, բայց
երբ մարդ չի կարողանում, բնականաբար կարող է դիմել մասնագիտական օգնության, կարող է դիմել իր ընկերներին, ընկերական շրջապատին, որովհետև երբեմն ամոքիչ է լինում նաև ընկերական շրջապատը, ընկերական նկատի ունեմ հարազատները, որտեղ միշտ ընտանիքի անդամները, ընկերները, այո, կապվածությունը մարդու համար, քանի որ կապվածությունը մեր շատ բազային պահանջմունք է, եւ երբ երեխան ծնվում է, առաջին պահանջմունքներից, բացի ֆիզիոլոգիական պահանջմունքներից, ամենակարևոր պահանջմունքը կապվածության պահանջմունքն է։ Ինքը ուզում է, որ իրեն տեսնեն, ինքը ուզում է իր էմոցիաները կիսի, ուզում է, որ արձագանքվի իր էմոցիան, հա, մենք դա ենք տալիս երեխային եւ դա իսկապես շատ կարեւոր է, որովհետեւ այդ պահանջմունքի արդյունքում երեխան զգում է իրեն ապահով։ Ես երեխայի օրինակն եմ բերում զուտ նրա համար, որտեվ երեխայի օրինակով շատ լավ մենք տեսնում ենք այդ երևույթները, որտեվ մեծ տարիքում, հասուն տարիքում շատ տարբեր բաներ են ավելանում, հա, բայց մաքուր, երբ որ այսպես մենք փորձում ենք այն հոգեկանի առաջին շերտերը հասկանանք, թե ինչպես են այո ձևավորվում, կապվածությունը շատ կարևոր պահանջմունք է եւ դրա համար ես մասնագիտական օգնությունը բնականաբար շատ կարևորում եմ, բայց շատ կարևորում եմ նաեւ հարազատների, մտերիմների այդ աջակցությունը, բայց միևնույն ժամանակ երբեմն մարդիկ խուսափում են, որովհետեւ հարաբերությունների մեջ կա մի քիչ այսպես սոցիալական նաեւ պայմաններ, դա եւս կարող է տրիգերային լինել, նկատի ունեմ գնահատված հանկարծ չլինեմ, հանկարծ չմտածեմ, որ ես լավ վիճակում չեմ, ու մենք դրա համար այդ իմաստով խուսափում ենք ու մնում ենք միայնակ, բայց մարդկային շփումը դա շատ բնական պայման է, որի ընթացքում մենք այդ կապվածությունը կարծես եւս մեկ անգամ ոնց որ վերահաստատում ենք, բավարարում ենք այդ մեր պահանջմունքը, բայց երբեմն գիտեք դա նոնսենս է հնչում մեր հայ հասարակության համար, որովհետև մենք իսկապես սովորենք, որ մենք ունենք ընկերներ, հարազատներ, հա, հարևանուհիները այսպես առավոտյան սուրճ են խմում միասին, դարդերը պատմում են եւ մենք դարերով վստահ ենք, որ հոգեբան դա գրքերում է, ռոմաններում է, այսպես վեպերում է, բայց դա բերում է նրան, որ մեր հայ հասարակությունը ամաչում է հոգեբանի դիմել։ Կամ դիմում է, գնում է, բայց ամաչում է բարձրաձայնել։ Միանգամից ասում են՝ «Վաու, հոգեբուժի ես դիմել, օրինակ, հա, օրինակ, այսպես կարող է արտահայտվել»։ Ես կխնդրեմ, որ դուք մաչելի կերպով մեր բնակչությանը բացատրեք եւ հորդորեք, որ նրանք դիմեն, եթե զգում են, որ մերձավորները, մտերիմները չեն կարող օգնել։ Ես փորձեմ պատասխանել, բայց էլի սենց նաեւ մի քանի շեշտադրումներ էլ կանեմ։ Իհարկե հիմա փոխվել է։ Հինա ջան, առաջ այո, մոտ մի 10 տարի առաջ ավելի շատ էր այդ կարծրատիպականացված մոտեցումը, հիմա ահագին փոխվել է, ահագին, որովհետև եւ ես եւ իմ գոլեգաները բոլորը ինտենսիվ աշխատում են, մարդիկ շատ են դիմում, երբեմն այնպես որ անգամ ուղղորդում ես այլ մասնագետի մոտ, որովհետև էլ չունես տեղ, հա, նոր այցելու ընդունելու համար, փոխվել է, ահագին փոխվել է, բայց իհարկե որոշ մեր հասարակության որոշ շերտերում իհարկե կա այդ մտահոգությունը, ավելի շատ տղամարդկանց մոտ է դա նկատվում, կանայք այդ իմաստով, իհարկե այդպիսի հատուկ մեր հասարակության մեջ վերլուծություն չկա, հատուկ արված, բայց հաշվի առնելով եւ դրսի ուսումնասիրությունները եւ մեր դիտարկումները, կանայք ավելի շատ են դիմում իհարկե։ Եվ այն, որ տղամարդիկ ավելի քիչ են դիմում, ավելի շատ կապված է մեր մենտալիտետի հետ, այն իմաստով, որ եթե ես հոգեբանի եմ դիմում, ուրեմն ես թույլ եմ։ Միշտ հոգեբանի հետ կապված այս միֆը կա, եթե ես հոգեբանի եմ դիմում, ուրեմն ես թույլ մարդ եմ, ես չեմ կարող իմ հարցերը ինքս լուծել, ես կլուծեմ։ Այո։ Ես շատ դա հարգում եմ, որ մարդիկ
այդպես են ասում։ Համարձակություն են։ Հա, դա շատ լավ է, որ մարդ ասում է, ես ինքս կարող եմ, բայց այս այդ գոյաբանական տագնապներից մեկն է, որ մենք խոսեցինք դրա մասին եւ ես դա կապեցի մահվան վախի հետ, բայց քանի որ բացի մահից մենք ունենք այլ նաեւ պատճառներ, որոնք որ կարող են մեզ մոտ տագնապի աղբյուր առաջանալ, դա հատուկ է մարդուն, հենց մարդուն, ավելի քաղաքակրթված մարդուն, կարող ենք ասել, դա ես կարող եմ, այդ երբ մարդը բախվում է իր խոցելիության հետ, դա էլ է տագնապի աղբյուր, մարդը չի ուզում բախվի իր խոցելիության հետ, եւ ես սա կկապեի այս խնդրի հետ, եւ երբ որ ես դիմում եմ հոգեբանին, ստացվում է ես ընդունում եմ, որ ես խոցելի եմ, հա, իսկ ես չեմ ուզում դա ընդունեմ, որ խոցելի եմ, դրա համար ես սկսում եմ պաշտպանվել ու ասում եմ, չէ, ես կարող եմ, ես կարող եմ, ես կարող եմ։ Նորից միշտ պետք է հարգել եւ մենք հոգեբաններս մենք հարգում ենք մարդկանց բոլոր դիմադրությունները։ Ուրեմն ինքը կարող է, որ այդպես ասում է։ Ինքը կարող է փորձել, կամ պատրաստ չէ դեռ, կամ պատրաստ չէ, բայց ինչ որ ժամանակ հետո, երբ որ ինքը տեսնում է, որ կարող է դիմել, իհարկե մասնագիտական օգնության։ Այո, շատ հետաքրքիր բան ասեցիք, որ սա Հայաստանում է այդպես, հա, որ ավելի շատ կանայք են դիմում, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ այդ միտումը կա։ Ընդհանուր առմամբ կա, բայց տագնապի մատնվում են ավելի շատ կանայք, թե տղամարդիկ։ Տեսեք, էլի շատ հետաքրքիր բան կա։ Եթե մենք նայում ենք ֆիզիոլոգիան, այստեղ տարբերություն չկա։ Տարբերություն կարող է դրսևորվել արդեն մեր մտքի մեջ, որովհետև կա սոցիալականացում, տղամարդկանց ավելի շատ, այսպես ավելի ընդունված ավանդապես, ավելի մեծացնել խիզախ, ուժեղ, որոշում կայացնող, դա այնքան արմատացած է, անգամ այսպիսի ես միշտ այդ ֆրազը օգտագործում եմ, մարդու համար սոցիալական կոնտեքստը, սոցիալական այնքան կարևոր է։ Եվ հոգեբաներից մեկը հայտնի իհարկե զարգացման հոգեբանից ասում է մարդու համար ռուսերեն կներեք ասեմ ասում է սոցիալնե վկլուչինով բիոլոգիչսկե այսինքն այնքան դժվար է դա տարանջատել իրականում որովհետև երեխան արդեն մոր արգանդում արդեն ինքը սոցիալական կոնտեքստի մեջ է որտեվ իր մասին մտածում են պատկերացնում են պլաններ են կազմում այսինքն այդ սոցիալական շերտը ծնված օրվանից անգամ չծնված կա եւ այդ սոցիալականացումը սկսվում է շատ վաղ մանկությունից ու դա այնքան խորքային է դրա համար այսպես այդ կենսաբանական ու սոցիալականը շատ միաձուլված են իրար հետ շատ միաձուլված են մարդու պարագայում, հա։ Դրա համար ես դրա հետ ավելի շատ կկապեի տղամարդկանց այդ տագնապին չմատնվելը, որտեվ իրենք ունեն ծրագրեր, ձևավորված այսպես ծրագրեր, որ իրենք պիտի դիմակայեն, իրենք որոշում պիտի կայացնեն, խիզախ պետքա լինեն, էլ չեմ ասում, որ մշակույթում, տարբեր մշակույթներում, իսկ մենք այնուամենայնիվ ավանդական մշակույթ ենք, ճիշտ է, փոփոխություններ կան մեր մշակույթում, բնականաբար, բայց միևնույն է, մենք տղային մեծացնում ենք ուժեղ տղամարդ, հա, տղամարդ տղամարդու այդ հոգեկանը, գիտակցությունը հեշտ չի համակերպվում այդ խնդրի այդ խոցելիության եւ ինքը իր կյանքի ընթացքում ձևավորում է այդ մեխանիզմները դրա համար սոցիալապես այսինքն սոցիալական մտածողության մակարդակում ինքը կարող է չդրսևորել իր տագնապը այո բայց ինչ որ կա թվաբանություն կոնկրետ ով են տղամարդիկ թե կանայք ես կդժվարանամ ճիշտն ասած ասել ես անձամբ չեմ հանդիպել այդպես բայց միգուցե կա այո իսկ տարիքի հետ տագնապը սրվում է հետաքրքիր հարց եք տալիս գիտեք տագնապը ես էլի այդպես հատուկ ցավոք սրտի մեր իրականության մեջ շատ վերլուծություններ վիճակագրության իմաստով չկան այս միայն մեր հոգեբանության խնդիրը չի կարծում եմ մյուս բնագավառներում է կա մենք չունենք այդ ուսումնասիրությունները որովհետև հատկապես հոգեբանության պարագայում տեսեք ես ասեցի որ
կենսաբանական ու սոցիալականը շատ միաձուլված են, մյուս մշակույթների ուսումնասիրությունները շատ հետաքրքիր են, բայց այնուամենայնիվ կարող են նկարագրական չլինեն մեր հասարակության համար։ Դրա համար մենք այդ մեծ տվյալները չունենք, որ կարողանանք այդ օրինաչափությունը անել։ Բայց ես չէի ասի, որ տարիքով մեծանում է տագնապը կամ չի մեծանում, որովհետև եթե զարգացման խնդիրները նայենք, այսպես կարող ենք ասել, այնուամենայնիվ երեխան ավելի խոցելի է, երեխան ավելի անպաշտպան է, որովհետև ինքը դեռ չունի ձևավորված իր այդ հաղթահարման մեխանիզմները վարքային։ Մեծահասակ այնուամենայնիվ ունի եւ փորձով ինքը տեսնում է, որ այս վարքաձևերը կան, որով որ ինքը պայքարում է իր տագնապի դեմ, այսպես ասած։ Բայց տարիքի հետ իհարկե կարող է սրվել եւ դա կարող է պայմանավորված լինել ճգնաժամային տարիքների հետ, որտեվ ճգնաժամային տարիքում իսկ այդ ուսումնասիրությունները բնականաբար կան մեր տարիքային որոնք են համարվում ճգնաժամային։ Դե եթե մանկության տարիքը թողնենք մի կողմ, որտեղ մանկության տարիքում շատ են այդ ճգնաժամերը, շատ ավելի, 3 տարեկանն, 1 տարեկան, 3 տարեկան դեռահասության տարիք շատ ուսումնասիրված է, մեծ տարիքում այդքան շատ ուսումնասիրված չէ, բայց 50+ կարծում եմ սկսվում է սրվել։ Միջև էտել երիտասարդության տարիքը նույնպես, որտեղ երիտասարդության տարիքում շատ կարևոր, այսպես խնդրի առջև է կանգնած զարգացման խնդրի առջև երիտասարդը կամ պատանի, ասենք, վաղ երիտասարդը, ասենք, իր ինքնության փնտրտուքն է։ Ինքը ուզում է հասկանալ ով եմ ես, որտեղ ինքը այսպես ազատվում է ծնողական խնամքից, այսպես ասած, մենք ասում ենք առաջնային սոցիալիզացիան, ինքը դառնում է ինքնուրույն եւ ինքը կանգնում է աշխարհի առջև միայնակ եւ ինքը ուզում է ինքը լինել ավտոնոմ, ինքնավար, ինքնուրույն, բայց ինքը դեռ չունի շատ կյանքի փորձ, ու ինքը պիտի ինքը իրեն ապացուցի եւ մյուսներին ապացուցի, իսկ ով է ինքը։ Այս գլոբալ ընտրություններ են, մասնագիտության ընտրություն, զինվորոջ ընտրություն, կյանքի ոճի ընտրություն, ընդհանրապես ընտրությունը դա հեշտ բան չէ։ Այո, իհարկե։ Հեշտ բան չէ ընտրություն կատարել, եւ սա եւս տագնապային տարիք կարող է լինել։ Այո։ Հետո գալիս են արդեն մյուս տարիքները, շատ հաճախ մեր իրականության մեջ շատ կարևոր մի տարիքային փուլ է ընտանիք կազմելը, զուգընկեր ունենալը, այստեղ շատ տագնապներ կան, այս փուլում, տարիքային փուլում, արդյոք ճիշտ ընտրություն եմ անում, արդեն տարիքս այն չէ, բոլորը ամուսնացած են, իսկ ես դեռ ոչ։ Իսկ ամուսնության քայլը անելու դեպքում տղամարդիկ են շատ մատնվում տագնապների։ Այո, սրանք իհարկե սոցիալական բնույթի արդեն տագնապներ են, դուք նաև նշեցիք միջին տարիքը, սա միջին տարիքն է, որովհետև այստեղ արդեն երկու մակարդակում էլի ասեմ, կենսաբանական կամ ֆիզիոլոգիական արդեն փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, հորմոնալ որոշակի փոփոխություններ։ Այո, երբ արդեն ֆիզիկապես լավ չես, երևի տագնապես ենթարկվում։ Դա ել է, ինչ որ բաներ, որ դեռ չեմ հասցրել անել, բոլորս չենք, որ հասցնում ենք, այնքան արագ անցնում կյանքը, չենք հասցնում, ասում ենք, վայ, ես չարեցի, կարծես ուզում ես արդարացնես քեզ եւ այսպես արժանապատիվ, կարծես մտնես նոր տարիքային փուլ, այսպիսի տագնապներ կան, այդ դրանք գոյաբանական, կարող ենք ասել, այդ էգզիստենցիալ տագնապներն են ավելի շատ եւ իհարկե հետո մենք սկսում ենք արդեն մտածել նրա մասին, որ արդեն կյանքը մոտենում է դրամաբանական ավարտին։ Այս տագնապներն էլ սրվում են, կարող են սրվել։ Այո, Նարինա ջան, իսկ ձեր կարծիքով ավելի հեշտ է հաղթահարել եւ աշխատել որպես մասնագետ ձեզ օրինակ, հոգեբաններին հեշտ է աշխատել տագնապի հետ, թե տոտալ անտարբերության։ Շատ էլի հետաքրքիր հարց է, ուզում եմ կապեմ մեր նախորդ ուրեմն հարցերի հետ, ասեմ ինչու, որտեվ դուք հարցրեցիք ինչպես է դրսևորվում տագնապը, կարծես մենք մի բևեռի մասին ասեցինք, որ գեր ակտիվություն, հետո կարող է հյուծվածություն լինել, բայց կարող է տագնապը միանգամից դրսևորվել որպես ձեր ասած անտարբերություն,
բայց դա ունի իր մասնագիտական տերմինաբանությունը, կարծես մարդը թմրած է։ Միանգամից, հա, կարող է այդպես։ Կարող է։ Գիտեք, այդ երբ կարող է լինել, երբ որ չգիտի ինչպես դրսևորի, դա հատկապես լինում է, երբ այդ տագնապի հետ կապված վախը սարսափ շատ ուժեղ է եւ փակվում է մարդը միանգամից, սառում է, թմրում է եւ էմոցիաները Բայց դա վիզուալ, թե ներսից էլ է այդպես։ Ներսից է, չի զգում, կարծես այդ հոգեկան ակտիվությունը, հա, հույզերի ձևով կարող է չդրսևորվել։ Այդ ռուսերեն ասած притупляются все чувства։ Այո, դա էլ կարող է, դա ավելի ծանր է իհարկե։ Դա ավելի ծանր է, որտեղ մենք դա չենք տեսնում։ Այն պարագայում, այդ երբ որ արտահայտվում է, մենք տեսնում ենք։ Ընդ որում կարող է իմիջիալոց տագնապ արտահայտվել ոչ միայն վախով կամ վախվորացությամբ, այլ նաև շատ կարող է դրսևորվել իմպուլսիվությամբ, զայրույթով։ Դա էլ է տագնապի ցուցանիշ, դրսևորման ձև։ Խոսք։ Համաձայն եմ ձեզ հետ, այո։ Աշխատել իհարկե սկսել նույնիսկ ագրեսիայի, հա։ Այո։ Որովհետև գիտեք ինչու, եթե հետաքրքիր է կարող եմ մի փոքր մանրամասնել, որտեվ այդ բնազդային մեխանիզմները, երբ որ մենք վտանգի հետ ենք բախվում, մենք կամ խուսափում ենք, փախչում ենք, կամ պայքարում ենք։ Պայքարելու համար մեզ պետք է այդ ագրեսիան, մեզ պետք է այդ զայրույթը, որ մենք պայքարենք։ Այո։ Հաճախ լինում է, որ մարդիկ այդպես սովորել են տագնապը հաղթահարել ու դա դարձել է իրենց, այսպես ասած, հաղթահարման ձևը, իրենք այդ ռեժիմի մեջ են գտնվում։ Ամեն ինչին այդպես ռեակցիա են տալիս։ Այո։ Դա դառնում է անգամ, չասեմ բնավորության, թե պետք կարելի է այդպես էլ ասել, վարքաձև։ Որովհետև այդպես ես վերահսկում եմ, այդպես մյուսները վախենում են, էլ ձայն չեն հանում։ Հետո երբ մարդը տեսնում է, որ այս ձևով կարող է հարցեր լուծել, արդեն դա դառնում է իր, չեմ ուզում հատուկ ասեմ գիտակցաբար, բայց չգիտակցված ձևը, վարքաձև։ Այո, ենթագիտակցաբար։ Այո։ Ես նկատել եմ, որ ջղային ժամանակ մյուս էմոցիաները ետին պլան են գնում, վախերը, տագնապները ես մոռանում եմ։ Այո։ Ես ջղայնացած եմ, վրդովված եմ եւ կարող է այդ ջղայնության մեջ ես լինեմ բավականի արդյունավետ։ Այո։ Ինչ որ գործերում։ Այո։ Բայց հետո գալիս է այդ սպառվածության զգացողությունը, իհարկե, սա ինչ որ այսպես ալիքներ են, էլի տհաճ։ Սպառվածություն ֆիզիոլոգիապես, բայց հետո էլ մտքերով կարող է լինել ինքնամեղադրանք։ Ինչու ես այդպես արեցի, բայց ճիշտ էր դա, բայց ինչ կմտածեն։ Հետո կարող է մենք ինքներս մեզ չխոստովանվենք, բայց մենք ված զգանք, որ մենք օրինակ ինչ որ մեկին վիրավորեցինք կամ կտրուկ ինչ որ բան ասեցինք։ Սա էլ է նորից այդ բանը առաջացնում է։ Հա, այդ անդադ պտտվող այդ ոնց որ անիվները։ Երբ արտահայտվում է տագնապը, իհարկե այդ ժամանակ ավելի չասեմ հեշտ, բայց ավելի մաչելի է, որ կարելի է դրա հետ աշխատել, որովհետև այն թմրած վիճակում շատ ավելի դժվար է։ Որովհետև մարդը ոչ մեկին նեղություն չի տալիս, իրան է նեղություն չի տալիս, ոչ ոք չի նկատում, ինչ որ բան է տեղի ունենում։ Այս դեպքում նկատվում է ու դա հազանգ է։ Այո։ Ու մարդը սկսում է ուշադրություն դարձնել դրան։ Այո, նույնիսկ այդ ագրեսիան գուցե ուշադրություն գրավելու ինչ որ նպատակ է ենթագիտակցաբար, հա։ Այո։ Հա, դա իր հերթին, բայց որ հարցնում եք, որի հետ է հեշտ աշխատել, որտեվ այստեղ մարդը փաստ ունի, ինքը տեսնում է, որ օրինակ արդյունավետ չի կամ անընդհատ նույն ձևով է վարվում ու դրանից ինքը գոհ չի, ու ինքը սկսում է արդեն աշխատանքը, ինքը իր հետ աշխատանքը։ Այո։ Ասում են, որ մեծ հաջողությունների հասած մարդիկ շատ ենթարկված են տագնապի։ Դա ճիշտ է։ Միգուցե կորցնելու բան ավելի շատ ունեն, հա։ Ես աստղերից եմ դա շատ լսել։ Հա։ Նրանք շատերը խոստովանում են։ Ես այս մեխանիզմով կբացատրեի, տեսեք, եթե զուտ հաջողությունն ենք դիտարկում, դա մի բան է, որպես փաստ, որպես արդյունք, միգուցե։ Այո։ Բայց մենք չգիտենք հոգեպես մարդիկ ինչպես են դրան հասել։ Տառապանքով, լարվածությամբ եւ այլն եւ այլն։ Եթե մենք զուտ
արդյունքի մասին ենք խոսում որպես փաստացի արդյունք, սա մի բան է, ուղղակի հարցը նրանում է ինչ գին էինք վճարել դրա համար։ Ահա, Այս կողմն էլ կա, էլի, Այո. չտեսանելի մեզ համար։ այո, Բայց դրանում կա բացատրություն, որտեղ ինչպես մենք ասեցինք, տագնապը մոբիլիզացնում է մարդուն։ Տագնապը ուժ է տալիս։ Ու այդ ուժը, որ դու պիտի հաղթահարես, ինչ որ մի բան ստեղծես, ու այդ լավագույն տարբերակներն են, երբ որ մարդիկ գտնում են կրեատիվ ելքեր, ստեղծագործական լայն իմաստով եմ ասում, Այո. աշխատանքային գործունեության մեջ, հա, Այո. այսինքն իրենք գտնում են լուծում, որը տալիս է որոշակի արդյունք։ Այդ կարող է լինի, չգիտեմ, ինչ որ միսիա, որ ինքը որոշել է, որտեվ միայն նվիրումով կարելի է, էլի, հասնել ինչ որ, չէ, լավ Այո. արդյունքների։ Ուղղակի այստեղ հարցը նրանում է այդ ճանապարհին, որը տեսանելի չէ մեզ համար, Այո. մարդը ինչ տառապանքով է անցել։ Այո. Բարեբախտաբար որոշ մարդիկ կարողանում են այդ լարումը հաղթահարել եւ արդյունքում իրենց ստեղծած արդյունքով ամոքվում են, Այո. բայց լինում է, որ չեն ստանում այդ արդյունքը, իսկ իրենք պատկերացնում են, որ միայն դա կարող էր բերել իրենց բավարարվածություն, հասկանում եք, Այո. միայն դա է արդյունքը, միայն դա է Այո. լուծումը ու Եվ հաջողակն էլ անընդհատ հա ձգտում է ավելին, Այո. ավելին, ավելին, բայց այստեղ կարող է չհերիքի իրենց ռեսուրսը ռեսուրսը ու ներքին։ կոտրվեն։ Այո, Մարդիկ, այո, դա էլ այո։ կարող է լինել։ Մենք մոտենում ենք ավարտին ծրագրի, բայց երկու կարևոր հարցեր ունեմ։ Կարճ, եթե կարելի է, տարբերությունը հայկական հոգեբանական դպրոցի եւ դրսի հոգեբանական եւ ինչ կուզեիք բերել դրսից այստեղ։ Կարճ, Շատ մի քիչ բաներ դժվար է պատասխանել, հատկապես Դուք պատասխանեք փորձեմ, հանգիստ ինչպես ճիշտ եք փորձեմ, գտնում, այո։ դա իմ կարևոր թեմաներից է, Ցավոտ թեմաներից է։ թեմաներից է, քանի որ ես որ համալսարանում եմ աշխատում, նաև պատասխանատվություն եմ կրում ոլորտի զարգացման համար, դրա համար այդ իմաստով է ցավոտ եւ շատ կարևոր հարց։ Այսպես երևի պատասխանեմ, սա իմ կարծիքն է, ունենալով փորձ եւ դրսում համագործակցության որոշ ժամանակներում մասնակցելով տարբեր ծրագրերի, այսպես ասեմ, որ պրակտիկ դաշտում մենք շատ հաջողել ենք, ես կարող եմ ասել, մենք ունենք շատ լավ մասնագետներ, բայց մենք չունենք լավ համայնք ինչ իմաստով, պրոֆեսիոնալ ստանդարտներ ֆիքսելու, ընթացակարգ եւ այլն, որտեղ մեր դաշտը առանձին մասնագետներ շատ լավ կան, առանձին կենտրոններ կան, մարդիկ իրենց բարեխղճության սահմաններում, ես շատ եմ ուզում շեշտեմ, որովհետեւ մենք ավելի շատ գործում ենք մեր բարեխղճության սահմաններում, բայց չկան այն մեխանիզմները, որով որ տվյալ ոլորտը կարող է ավելի լավ զարգացում ունենալ։ Օրինակով իրավունք ունի աշխատելու, ով չունի, ինչ վերապատրաստումներ են պետք եւ այլն, ինչպես է վերահսկվում որակը, այսպիսի մեխանիզմներ մենք չունենք եւ դա խոցելի կողմն է։ Թե չէ առանձին այն որ ասում ենք մարդու բարեխղճության մակարդակում, մարդը ինքը իր վրա աշխատում է, բայց մենք չունենք համակարգ, Այո, որը որ այդ կապահով որը բացակայում է շատ ասպարեզներում եւ իսկ գիտության ոլորտի իմաստով մենք շատ անելիքներ իհարկե ունենք։ Ես կասեի, որ մենք շատ անելիքներ ունենք կրթության եւ գիտության ասպարեզում։ Իհարկե։ Հուսանք, որ կանենք այդ անելիքները, հա։ Եվ վերջին հարցը ձեզ խորհուրդը, ձեր խորհուրդը մեր ունկնդրին։ Պանիչս կը ատակը կոչված։ Ինչ անենք, երբ այսպես ծածկեց մեզ։ Ինչ որ մաչելի տեխնիկա կարող եք խորհուրդ տալ։ Մաչելի տեխնիկաներ կան, իհարկե, բայց սա մի անգամյա տեխնիկա չի, սա ֆոկուս չի։ Այսինքն, երբեմն մարդիկ սպասում են, որ սենց մի անգամից պետքա փոխվի, չէ։ Մաչելի տեխնիկաներ կան, բայց դրանք անպայմանորեն
մարդը իրեն պիտի վարժեցնի, պիտի անընդհատ կիրառի, որ դրանք արդյունք տան։ Դա շատ հայտնի է, շատ դրա մասին խոսվում է, տագնապի։ Դրանք այդ հողակցման տեխնիկաներն են, շնչառական տեխնիկաներն են։ Քթով շնչել, բերանով արտաշնչել, հա, օրինակ։ Տարբեր են, եթե կարճ ասեմ, շատ կարևոր է գիտակցված շնչել, հետևել շնչառությանը, եւ եթե տագնապի մասին է խոսքը, ավելի կարճ ներշունչ անել, շունչը պահել եւ ավելի երկար արտաշունչ անել։ Այո։ Բայց տարբեր ձևեր կան, նաև հողակցման տեխնիկաները մարմնով, առաջին հերթին մարմնով է պետք, որտեվ պանիչսկի ատականները կապված են մեր մտքի հետ, որտեվ բավոր, էլի էս միտքն է անընդհատ պտտվում։ Այդ պահին միտքը թողում ենք հանգիստ, այդ պահին գտնում ենք հենարան։ Այո։ Ոտքերը ամուր հատակին ենք սեղմում, եթե նստած եք, մեջքը հենում ենք աթոռին, հենվում ենք պատին, պառկում ենք, մարմինը դառնում է մեզ համար խարիսխ։ Հետ ենք բերում մտքերը մարմին։ Այո։ Հանգստացնում ենք մարմինը, հետո նոր դա իջեցնում է տագնապի այդ աստիճանը։ Բայց սա իհարկե պետք է վարժվել։ Այո։ Հա, սա դա պետք է դարձնել հետևողական ինչ-որ process, բայց պահի տակ էլի։ Եթե կողքը մարդ կա, նաև դիմել օգնության։ Այո։ Անպայման։ Պետք չի ամանչել եւ չդիմել օգնության։ Մարդիկ պատրաստ են օգնության։ Այո, իհարկե։ Եվ իսկապես մենք բոլորս ունենք այդ բջիջները, մասերը մեր ուղեղում, մենք կարողանում ենք արձագանքենք մարդու ցավին։ Այո, իհարկե։ Ճիշտ է, ինչ որ մարդիկ կարողա չկարողանան, բայց դա նրա համար չի, որ իրանք չեն ուզում։ Դա նրա համար է, որ իրենք չեն կարող օգնել, որտեվ իրենք այդ պահին իրենք էլ են տագնապում։ Դրա համար չեն կարող, բայց կան մարդիկ, որոնք կարող են օգնել։ Բռնել մեկի ձեռքը, խնդրել, ասել, խնդրում եմ, կարող եմ ես 1 րոպե ուղակի ձեռքդ բռնել, հենվել։ Նանե ջան, ես բռնել ձեռքը ասացիք, ուրեմն ես 6 տարեկան մանուկ էի, երբ միայնակ դպրոցից տուն էի գալիս, Բաղրամյան փողոցով եւ պետք է այն լայն պրոսպեկտի, հա, այդ մասը անցնեի։ Եվ ես վախենում էի։ Եվ մի տիկնոջ խնդրեցի, ասեցի, կարելի է ձեզ խնդրել, որ դուք փողոցը ինձ անցկացնեք։ Ասեց ոչ։ Ես շտապում եմ։ Ու անցավ փողոցը։ Պատկերացնում եք, քանի տարի է անցել, 50 տարի անց, ես չեմ մոռացել։ Ես նեղացած եմ այդ տիկնոջից։ Այդ այսպես պատմում եմ եւ ցավը կա մինչեւ այսօր։ Այո։ Այն մարդկանց օգնելու պարագայում, այո, մենք հաճախ չենք դիմում, որտեղ մենք չգիտենք ոնց կարձագանքեն։ Ու մենք չենք ուզում եւս մեկ անգամ ցավ զգանք։ Այո։ Բայց դա չի նշանակում, որ բոլորն են այդպես։ Իհարկե։ Հա, այդպես չի։ Շատ լավ մարդիկ ավելի շատ են։ Հա, բայց նաեւ մենք չգիտենք այդ մարդու մտքում դուք երեխա եք, դուք չեք կարող պատկերացնել կամ չեք կարող այդ պահին, որտեղ դուք տագնապած եք, դուք չեք կարող այդ պահին մի հատ էլ իր մասին մտածել։ Այո։ Չեք կարող։ Այո։ Բայց մենք չգիտենք այդ պահին մարդու մոտ ինչ մտքեր էին, ինչ հոգեվիճակում էր ինքը, հա։ Բայց կան մարդիկ, ովքեր կարող են ձեռքը մեկնել։ Իհարկե։ Եվ դա շատ կարևոր է հիմա մեր հասարակության մեջ։ Իհարկե։ Ունեք հարց հաղորդավարին։ Հետաքրքիր էր։ Իհարկե, ուսուցանելի, հետաքրքիր, կենթանի եւ անկեղծ, կարևոր է այդպես։ Շատ շնորհակալություն, Նայնե ջան։ Իսկ ես հիշեցնում եմ, որ մեր հյուրն էր այսօր Նայնե Խաչատրյանը, հոգեբան, մտավորական եւ ուղղակի հետաքրքիր մարդ։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Մի մոռացեք բաժանորդագրվել, լայքել եւ անպայման գրել կոմենտներ։ Ես հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։